Ողջույն, շարունակում ենք բացահայտել Airtable-ի հնարավորությունները։ Այսօր կդիտարկենք հարմար ֆունկցիաներ մեր կազմակերպությունից դուրս մարդկանց հետ փոխազդեցության համար։ Մենք սովոր ենք լրացնել Google ձևաթղթեր, որոնցից տեղեկատվությունը հավաքվում է Excel աղյուսակներում։ Airtable անցնելիս շտապում եմ հավաստիացնել ձեզ, մենք ոչ միայն չենք կորցնի այդ հնարավորությունը, այլ լրացուցիչ ձեռք կբերենք օրացույցներ ստեղծելու հնարավորություն, որոնք կարելի է ներկառուցել կայքում կամ տարածել սոցիալական ցանցերում և ստեղծել կանբան տախտակներ առաջադրանքների կառավարման համար։ Եկեք սկսենք։ Մեր դասը կոչվում է ներկայացման հատուկ տեսակներ։ Դրանց մենք վերագրում ենք ձևաթուղթը, օրացույցը, պատկերասրահը և կանբան տախտակը։ Սրանք հասանելի են Airtable-ի անվճար տարբերակում։ Ձեր թույլտվությամբ այս դասում մենք կդիտարկենք միայն ձևաթուղթը, որպես ամենատարածված տեսակի հատուկ ներկայացումներից։ Ձևաթուղթը համարժեք է մեզ ծանոթ Google ձևաթղթին։ Եկեք ստեղծենք ձևաթուղթ նոր ուսանողներից դիմումներ ստանալու համար։ Տրամաբանությունը պարզ է։ Մենք ուզում ենք, որ հարցատերթիկի լրացումը ստեղծի նոր գրառում ուսանողների աղյուսակում։ Համապատասխանաբար, այդ աղյուսակի վրա մենք պետք է ձևավորենք ձևաթուղթը։ Ստեղծվել է նոր ձևաթուղթ։ Կանվանենք այն դառնալ ուսանող։ Այժմ նայենք, թե ինչից է այն բաղկացած։ Վերևում վճարովի տարբերակում հնարավոր է տեղադրել գեղեցիկ նկար և ավելացնել մեր կազմակերպության լոգոն։ Ներքևում վերնագիրն է։ Դրա տակ առաջարկվում է ավելացնել նկարագրություն։ Եկեք այդպես էլ անենք։ Կմուտքագրենք նման մի բան։ Գերազանց է։ Այժմ դաշտերի ցանկը։ Հիմա այստեղ ցուցադրվում է մեր աղյուսակի բոլոր դաշտերը։ Մեզ դա պետք չէ։ Հետևաբար առաջարկում եմ այստեղ թողնել միայն դիմումի համար անհրաժեշտ դաշտերը։ Առաջարկում եմ այստեղ ավելացնել ևս մի շարք դաշտեր։ Մասնավորապես եկեք իմանանք, արդյոք ուսանողն ունեցել է փորձ այլ հիմնադրամների հետ աշխատելու։ Աղյուսակում դաշտեր ստեղծելը հնարավոր է անմիջապես ձևաթղթից։ Կանվանենք առաջին դաշտը, նախկին փորձ, և կավելացնենք այո և ոչ տարբերակները։ Այնուհետև կառաջարկենք ընտրել ցանկից այն հիմնադրամները, որոնց հետ եղել է համագործակցություն։ Նոր դաշտը կանվանենք հիմնադրամներ։ Եվ ևս այն դեպքի համար, եթե ուսանողը համագործակցել է մեզ անծանոթ հիմնադրամի հետ, մենք կավելացնենք հիմնադրամի տեքստը դաշտը։ Մանրամասն պատասխանի համար։ Եկեք անցնենք բոլոր դաշտերով և դրանք ավելի հարմար դարձնենք լրացման համար։ Անուն ազգանունը կվերանվանենք ինչպես են կոչում մեր ապագա ուսանողին։ Ուշադրություն դարձրեք, որ երբ ես վերանվանում եմ դաշտը ձևաթղթում, դրա անվանումը աղյուսակում չի փոխվում։ Այստեղ նույնպես դաշտը կարելի է խմբագրել կամ կրկնօրինակել, կամ նույնիսկ ամբողջովին հեռացնել աղյուսակից։ Վերնագրի տակ կավելացնենք փոքր հուշում։ Քաղաքը կարելի է վերանվանել ավելի գեղեցիկ ձևով, որտեղ եք բնակվում։ Հուշումն այստեղ անհրաժեշտ չէ։ Այնուհետև առաջարկում եմ թողնել հմտություններ և հետաքրքրություններ վերնագիրն առանց փոփոխությունների, բայց ավելացնել կարճ նկարագրություն։ Տեղեկություն ուսանողի մասին, դաշտը նույնպես չենք վերանվանի, պարզապես կգրենք նկարագրություն լրացնողի համար։ Ուսանողի հեռախոսը կվերանվանենք ձեր հեռախոսը։ Այժմ կաշխատենք նոր դաշտերի հետ։ Նախկին փորձ անվանումը ինձ դուր չի գալիս։ Կվերանվանենք այն, արդյոք նախկինում ունեցել եք նման փորձ և կավելացնենք հուշում։ Հիմնադրամները կվերանվանենք հիմնադրամի անվանում և կավելացնենք նկարագրություն։ Այնուհետև մենք պետք է ընտրենք պայմաններ, քանի որ հիմնադրամի անվանում դաշտերը պետք է հայտնվեն միայն, եթե ուսանողները նախկինում ունեցել են փորձ։ Դաշտը պայմաններից կախված դարձնելու համար անհրաժեշտ է սահիճը ցուցադրել միայն պայմանների բավարարման դեպքում տեղափոխել ակտիվ վիճակի։ Այժմ հայտնվել է պայմանը, որը մենք ստուգելու ենք, որպեսզի հասկանանք արդյոք ցուցադրել տվյալ դաշտը։ Մեզ հետաքրքրում է պայմանը, նախկին փորձ, հավասար է այո։ Այսպիսով մենք կարգավորեցինք հետևյալ ալգորիթմը։ Եթե ուսանողն ունեցել է փորձ, ապա մենք խնդրում ենք գրել այն տեքստային դաշտում։
Վերջին բանը, որ մեզ անհրաժեշտ է անել, նշել պարտադիր լրացման դաշտերը։ Դաշտը որպես այդպիսին նշելու համար անհրաժեշտ է required սահիճը տեղափոխել ակտիվ վիճակի։ Ընդհանրապես կարծում եմ, մեզ մոտ ստացվել է քիչ թե շատ պարտադիր լրացման դաշտերի հավաքածու, այնպես որ նշում ենք որպես պարտադիր բոլորը, բացի մեկնաբանությունից։ Ինչ վերաբերում է պայմանական դաշտերին, եթե լրացնողը նշել է, որ փորձ չկա, ձևաթուղթը չի պահանջի նշել հիմնադրամը։ Իսկ եթե նշել է, որ կա, պարտադիր կերպով կպահանջի նրանից անվանումը։ Մեկնաբանության դաշտը թողնում ենք ոչ պարտադիր։ Այսպես մեր ձևաթուղթը պատրաստ է։ Նայենք, թե ինչ կարգավորումներ են դեռ առկա։ Բաց կթողնենք վճարովի տարբերակի համար հասանելի կարգավորումները։ Առաջին կարգավորումը տեքստն է, որը մենք ցանկանում ենք ցուցադրել ձևաթուղթն ուղարկելուց հետո։ Կմուտքագրենք այստեղ ինչ-որ ջերմ եւ շնորհակալական բան։ Հաջորդ կարգավորումները ենթադրում են զանգվածային մուտքագրում։ Դրանք մեզ պետք չեն։ Առաջինն առաջարկում է լրացումից հետո ցուցադրել կոճակ հաջորդ հարցաթերթիկը լրացնելու համար։ Իսկ երկրորդը օգտատիրոջը վերադարձնում է նոր հարցաթերթիկի լրացման էջին հարկադրաբար, առաջին լրացումից 5 վայրկյան հետո։ Վերջին կարգավորումն ակտիվացնում է ծանուցում բոլոր նոր լրացված հարցաթերթիկների մասին, հարցաթերթիկի ստեղծողի էլեկտրոնային հասցեին։ Այժմ մտածենք, թե ինչպես տարածել այս հարցաթերթիկը։ Airtable-ն առաջարկում է երկու եղանակ։ Թաքնված Shareform կոճակի տակ առաջինը ներկառուցել ձևաթուղթը որպես մուլտիմեդիա բովանդակություն ձեր կայքում։ Պարզապես տվեք այս հղումը ձեր մշակողին, նա գիտի, թե ինչ անել։ Երկրորդ եղանակը հղման տարածումը սոցիալական ցանցերում։ Անցնենք ստեղծված հղումով։ Մեր առջև լիովին հիանալի հարցաթերթիկ է, որը հենց նոր մենք ստեղծեցինք։ Առաջարկում եմ այն լրացնել եւ տեսնել, թե ինչպես է նոր գրառում ավելացվել մեր աղյուսակում։ Եկեք արագ լրացնենք անուն, ազգանուն, քաղաքը, ծննդյան ամսաթիվը եւ մյուս դաշտերը։ Վերադառնանք մեր ուսանողների աղյուսակին։ Նոր ուսանողը հայտնվել է որպես վերջին տող։ Նայենք ով է ստեղծել դաշտը։ Ունենք նաեւ այդպիսին։ Հարցաթերթիկի միջոցով ստեղծված գրառումը նշում է որպես անանուն ստեղծված։ Մենք ստեղծեցինք մեր առաջին ձևաթուղթը։ Այժմ բոլոր ցանկացողները, ովքեր ուզում են աշխատել մեր հիմնադրամի հետ, կարող են գտնել մեր ալիքներով տարածվող հղումը, լրացնել հարցաթերթիկը եւ ստանալ օգնություն։ Կոչ եմ անում ձեզ օգտագործել Airtable-ի ուսումնական նյութերը եւ ինքնուրույն ծանոթանալ ներկայացման այլ տեսակներին։ Դրանք բոլորը հեշտությամբ կարգավորվում են եւ առավելագույն որակով ծառայում են իրենց նպատակներին, իսկ մենք ձեզ հետ կանցնենք առաջ, դեպի մեր եզրափակիչ դասը, որտեղ մենք կգրենք բանաձևեր։ Մինչ հանդիպում։